Պարոն Յանիսյան, էլի Ռիփսիմեն է Ջեբեջյան լրագրողներից։ Մենք ուղիղ եթերում ենք, ճիշտ ասած, փորձենք միանգամից հենց եթերում հասկանալ ի վերջո ձեր հաղորդման հիման վրա էր Մկրտիչ Սրբազանի։ Հիմա դուք ուղիղ եթերում եք, կասեք, պարոն Յանիսյան, իրականում ինչ կապ ունեք այս գործի հետ։ Հետևյալն է, շուրջ 1 ամիս առաջ Հովանավանքի քահանա Տերարամը հարցազրույց էր տվել հանրային հեռուստատեսությանը, որտեղ ասել էր, որ իրեն պարտադրել են, եւ ոնց հասկացա ոչ միայն իրեն, իր խոսքից այդպես էր հասկացում, որ ոչ միայն իրեն պարտադրել են 21 թվականին մասնակցել նախընտրական հանրահավաքներին։ Անոր նախընտրական հանրահավաքին մասնակցելուն կամ ցանկացած հանրահավաքին մասնակցելուն պարտադրելը քրեականացված է, դա քրեորեն պատժելի արարք է։ Մենք այդ կապված հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել։ Բնականաբար հաղորդման մեջ ոչ նշել ենք հնարավոր պարտադրողների կամ այսինքն մենք նույնիսկ որևիցե մանրամաս չգիտենք։ Որևիցե այլ բան չգիտենք, բայց դատախազության ուշադրությունն են գրավել այդ հարցազրույցին եւ խնդրել ենք քննել առայժմ մեր հաղորդման վերաբերյալ որևիցե նորություն չունենք։ Եվ ճիշտ ասած այսօր էլ որ ձերբակալությունները սկսեցին, մենք չգիտենք որ դա մեր հաղորդման հիման վրա է, ընթացքում հասկացանք, որ դա մեր հաղորդման հիման վրա հարուցված գործով է։ Դուք պարզապես այդ հաղորդմամբ, պարոն Յանիսյան, նշել եք, որ փորձում եք ուշադրությունը գրավել, թե հավաքներին հարկադրելու մասով։ Այո, մենք միշտ դա անում ենք, այսինքն կապ չունի ով ենթադրյալ կատարողը, երբ որ հրապարակային դաշտում ժողովրդավարական կարգին դեմ ուղղված որևիցե արարքի վերաբերյալ հայտարարություն է լինում, մենք դրա հետ կապված միշտ հաղորդում ենք ներկայացնում, ինչը նաև արել ենք այս անգամ։ Այսինքն դա մեր դեպքում ստանդարտ բան է, հաղորդման մեջ ենթադրյալ կատարողների անուններ, բաներ, առավելևս եկեղեցականների անուններ, ոչինչ չկար։ Միայն ուշադրություն ենք գրավել, խնդրել ենք Հասկացա, պարոն Յանիսյան, քանի որ նշեցի, ես ուղիղ եթերում եմ, այս պահին ուղիղ եթեր ենք իրականացնում առաջնորդարանի մոտից, մեր զրույցը նաև մի շարք լրատվամիջոցներ են լուսաբանում, փորձենք տեսնել այլ լրագրողներ հարցեր ունեն, հա, եթե ձեզ հարմար է նաև պատասխանեք ուրիշ լրագրողների հարցերին։ Արեք, ունես հարց։ Հարցրեք։ Պարոն Յանիսյան, իսկ դատախազությունը ձեզ որևէ կերպ պատասխանել էր, որևէ բովանդակություն ստացել եք ձեր դիմումին պատասխան, թե ոչ։ Չէ, ինչքանով որ հասցրեցինք հասկանալ, մենք այդ հաղորդմանի պատասխան ոչինչ չենք ստացել եւ որովհետեւ խաբար չունենք մենք այդ հաղորդման վերաբերյալ։ Այսինքն գրավոր չեն պատասխանել եւ արձագանքը միանգամից ձերբակալությամբ է եղել։ Հա, ճիշտ եմ հասկանում։ Ես չեմ հիշում, որ պատասխան եկած լինի։ Ես ինքս երկրում չեմ, ես արդեն համարյա 3 շաբաթա երկրում չեմ, բայց ես չեմ հիշում, որ դատախազությունը մեզ պատասխանած լիներ, որ վարույթ են հարուցել։ Պարզ է, շնորհակալ ենք, պարոն Յանիսյան։ Այսինքն հետագա ընթացքի մասին ես գիտեմ նույնքան ինչքան բոլորդ։ Եվ պարոն Յանիսյան, մի մեջ բերում է Facebook-ում շրջանառվում ձեր հաղորդումից ներկայացրած մեջբերեմ, ասում է, քանի որ հավաքներին մասնակցել է թե հին, թե նոր քրեական օրենսգրքով արգելված արարք է։ Մասնակցելը չէ, այդտեղ տարածքալ կա, այդտեղ վրիպակ կա, ոչ թե մասնակցելը, այլ մասնակցելուն պարտադրելը։ Բնականաբար հավաքին մասնակցելը քրեորեն պատժելի չի, մասնակցելուն պարտադրելը, հաղորդագրության մեջ վրիպակ կա։ Այդ դեպքում դա ինչպես է հիմք ընդունել դատախազությունը, եթե վրիպակ կա։ Չէ, վրիպակը մեր հաղորդագրության մեջ է, ոչ թե հանցագործության մասին հաղորդման։ Հա, լավ եղավ, մերսի շատ։ Շնորհակալ եմ, պարոն Յանիսյան։ Մամուլի հաղորդագրության վրիպակը մամուլի հաղորդագրության մեջ է։ Հանցագործության մասին հաղորդման մեջ նկարագրված է թե արարքը երբ է քրեականացվել, եւ արարքը քրեականացվել է 21 թվականի մայիսին, բայց քանի որ խոսքը 21 թվականի նախընտրական քարոզարշավի մասին է, դա հունիսին է եղել եւ արդեն այդ ժամանակ քրեականացված արարքը։ Հասկացանք, շնորհակալ եմ։